Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Այս ցեսա դες։ Там այսօր մի արածակ։ Որի հոգոն։ Մի խանգարի մամային։ Երեք մի հատ թաթիկով արա, թաթիկով։ Չէ։ Լավ։ Այսօր մի քիչ գործեր ունենք, աստծո դեմ։ Մելյանչուկի ID ժամկետն լրացես, ու դեքան երկարացնենք։ Նկար եմ ուզում։ Ճակարի, հա։ Խանգարում ես մամային։ Արի, այդ տնակ դե ի՞նչ կա։ Ես ասենց ֆոտոբուտկայում է նկարվում։ Մամա նկարի։ Հա, եկել ենք նկարվենք, ասենց ֆոտոբուտկա կա, ստեղ շատ տեղերում կա։ 5 եվրո է, եթե ճիշտ եմ հիշում, նկարը 6 հատ նկարը 5 եվրո է պասպորտի համար։ Եթե իրանց մոտ այս նկարում ավելի թանկ է, այդ պասպորտ սեղաններում։ Եկել ենք նկարվենք, հետո գնանք պասպորտ սեղան, տենանք հետի չտում ունել էդ թաղապետարանում այդ սաղարվում։ Գնալու ենք ընդեղ, հետո էլի գործեր ունենք, պետք է գնանք բրիկո, պլենդուզ առնենք, ներք առնենք, հելի տենց բաներ կա առնելու։ Միասին մանքը կանք այսօր։ Երուկ։ Դուր է մաման։ Ինչ մտանք, հելանք կոմունից, թաղապետարանից։ Ինչ ասացին Վոլիամ։ Այդ շաբաթից կոդեր կգատու, իհետ կա կոդեր։ Հա, երկու շաբաթից թազա ID-ն կտան Լեանչուկի։ Ես էլ հիմա փորձում եմ քաղաքացիության համար դիմեմ։ Մի քիչ ուշացրեցի հիմա ով որ Բելգիայում ապրում երևի տեղյակ է նախկինում այդ պետական մուծումը քաղաքացիության համար դիմելու համար 150 եվրո էր այս տարի հուլիսից փոխեցին դարձել է 1000 եվրո ցավոք սրտի երևի ընթացքում մի հատ վիդեո կնկարեմ այդ ընդհանուր սաղ պրոցեդուրայի մասին ինչա պետք ունենալ, ինչ թուղթա պետք ունենալ, ինչ պայմաններ պետք ունենաս, որ կանաս դիմես ու իմ սիտուացիան էլ կբացատրեմ իմս բավականին պետք է որ հեշտ լինի առաջ շանսն բայց բավականին հեշտ պետք է լինի իմ պրոցեդուրան մեծ էլ կպատնեմ նենց որ բաժանորդագրվեք որպեսզի այդ վիդեոն բաշխ թողնեք ում հետաքրքիր է ոնց են ստեղ քաղաքացիություն ստանում մարդիկ հավատացեք Հայաստանում ավելի բարդ է երևի ու ով որ հայ չի իրա համար հա հիմա պետք է գնանք բրիկո շինանյութի խանութ մենք ինչ ունեինք առնելու ապլենդուզներ պետք է առնեինք ներք դրան ներք պետք է առնենք առել էինք բայց չհերիքեց երևի մի կես լիտր պետք է առնենք էլի բացենք մեր ուզած գույնը այս էլ անիմ աստեղը պարկինգ վերցրեցի մճարովի կայի 15 րոպե անվճար վերցնեի հա Ընդհանուր շատ հետաքրքիր բաներ կարամ պատմեմ Բելգիայի մասին ու ընդհանրապես էլ Եվրոպայում ինչա կատարվում շատ բաներ շատ արագ փոխվում է հիմա Բելգիայում ուղղակի չգիտեմ մարդկանց հետաքրքիր կլինի թե չէ հիմա Բելգիայում քանի որ անցած տարվանից կառավարությունը փոխվեց հիմա ֆլամանական ուժերն են էլի կառավարում երկիրը բավականին խստացրել են ամեն ինչ նախկինում Բելգիայում օրինակի համար մի հատ օրինակ բերեմ եթե ընթացքում կոմենտարիա գրեք որ ուզում եք ավելի մանրամասն իմանալ կպատմեմ նախկինում Բելգիայում մարդիկ ինչ կյանքի վրա կային օգնություն ստանային պետությունից հիմա այդ սա սահմանափակում են այդ Եվրոպայի միակ երկիրն է Բելգիան որ տենց բան կար մարդիկ 20 տարի օգնություն են ստանում օգնությունը թե չէ էլի 100 եվրո 200 եվրո նորմալ աշխատավարձ չափ օգնություն են ստանում սաղ կյանքները չէին աշխատում հիմա այդ սաղ սահմանափակվում է հալո Ուտեն շատ բաներ փոխվում է արագ հիմնականում վատ դեպի այդքան բան սահմանափակում են աշխատողների համար բայց աշխատողների համար ոչ մի լավ բան չի փոխվել որ լավ դե գնացինք մենք դե ինչ մենք լիդելում ենք թեթև առևտուր անենք ասում ենք թեթև բայց միշտ minimum 100 եվրոյի առևտուր ենք անում
Երուկն է միշտ հաչկա ուզում ուտի։ Հաչկ ես ուտում։ Հա։ Չեմ անում, ոնց որ կար։ Սա գները որ ուզում է տեսնի։ Էլ մանրամասն ցույց չեմ տալիս, որտեղ արդեն մեր ալիքում կա Lidl-ի գները։ Շոկոլադները մի քիչ դանդաղացնեմ, նայեք, պլիտկեքը 99 ցենտից սկսում է։ Այ քաղցրավենիքը տեսնենք ինչա, cheesecake-ը 6.40 է դարել։ Ես առանձնապես cheesecake-ի ֆանատ չեմ։ Քան էլ տուրիստ չի գալիս ինձ համը։ Սա պատրաստի բաներստը շատ կա։ Սա սալատ մոցարելայով։ Դյան ուզում ես սալատ։ Դյան։ Սալատ ուզում ես։ Ասա ինչ ես, գրիլարած հավա, 3 եվրո, հա? Չես ուզում։ Հի։ Սենդվիչ։ Սենդվիչները ստե։ Ասա ինչ ես։ Chicken pesto կա։ Չէ։ Ես պատրաստի սալատներից կտրտած վերցնում ես։ Այս, տոշնի էլ են։ 2.19 էլ է միքս։ XXL վետես մեկը երևի։ 2.19 կտրտած մի անգամից առը սալատ։ Հավի դոշ կա լյան։ Հավի դոշ կիլոն 10 եվրո։ Բայց մենք սպարծմենների ընտանիք ենք, մեզի պետք է հավի դոշ։ Չէ։ Հա։ Հավիկները ստեղել, հավի բուդիկները 4 եվրո։ Ասի խառնը մենք գրած է քանի տոկոս որից է, երևում է 65 28, ոմանացած ինչ է։ Ես այսի 59-39 խոզնեք է տավար։ Կանել ենք արդեն, տարբեր ապրանքներ, մոմեր, սապոկներ, Ես արդեն իր համեմունքներով պատրաստած աղացած մսեր են ոնց որ հավի բուրգերներ, մի անգամից այդ անես ուտես։ Իտալական բաժինն է։ Չէ, կյանք պետք չի մեզ, ես կցելու ես թափես, ստեղ գործ բացես մարդկանց վրա։ Չէ, մի արա, պետք չի կյանք, չէ, պետք չի։ Իտալական բաժինն է։ Իտալական լավաշ։ Իրանց սոուսները տարբեր տեսակի։ Հիմա էլ եկանք բրիկո, կանանք մեր պլենլուզներից կա, ոստացել էին, որ շապթի ուրքապ ստիգա։ Երուկ, այ վազի, երիկ։ Բրիկո այսօր ոնց որ ամեն ինչի վրա 20% զեղչ է, եթե 40 եվրոից ավել առևտուր ես անում։ Ալյան, ստեղ չեկա, ստեղ չի լինում, ժետոնով չի ստեղ։ Բրիկոն ենքան մեկ է, ամեն ինչ կա, այսի բրիկո պրանետն է, հալի սովորական է, չի։ Շատ մեծ ահավոր, ուպս։ Արդեն ջղայնանում եմ ես, չկա։ Հիմա մենք գնում ենք ուրիշ բրիկո, դե բրիկոյի սայթով նայեցին, ուրիշ բրիկոյում կա, ուրիշ ում ճիշտ կլինի, գնում ենք մա ուրիշ բրիկո, համել պիտի մտնենք
IKEA-ում երկու բան ունենք հետ տալու։ Ով որ չգիտի, IKEA-ից եթե ապրանք եք առնում, մի տարի ժամանակ ունեք հետ տալու համար։ Ու եթե չեք օգտագործել, դաժե եթե օգտագործել եք կարող կարողանաք հետ տաք։ Եթե չեք ունեք։ Տենց բաներ, շարժվում ենք մյուս, չէ, սկզբից երևի IKEA, չէ, հա։ Հենց մենք IKEA հետ տանք, հետո գնանք մյուս բրիկոն։ Բա, տենց բաներ։ Ինչ ժողովուրդ ջան, մենք արդեն IKEA-ում ենք, հեսա բերել ենք մեր ավելացած ապրանքները, ոնց որ որով չօգտագործեցինք, ստեից գնեցինք։ Բերել ենք հետ տանք։ Ասա, համարյա միշտ հերթ է լինում։ Այնա երևում ագին հերթ է։ Չգիտեմ ինչքան կսպասենք։ Սանայք։ Հետ պիտանք։ Հիմա պետք է գնանք տիկետ վեգալենք։ Տիկետ վերցնենք։ Պետող article return express, այսա չէ։ Այդտեղ միտեղ Ինչքան մարդաբան բերում հետ տալիս։ Ուդը Մենք սպասենք Դրա միշքան ժամանակ կտևի մինչև հետ տան Եթե սեղան չի լիան Հա? 579 Ողելա Միշքան կա մինչև մեզ հերթասնի Ինչ է եղե, փող ես ուզում Ինչի դա պետ փող կյանք, փող ինչ ես անելու Հա? Չկա փողդ կոյել, հա? Դե ինչ մենք եկել ենք երկրորդ բրիկոն, որտեղ որ պետք է օրենքով ամեն ինչ լինի, գնանք գտնենք, իրականից թե չէ։ Մտանք IKEA, ահագին մի 20 րոպե կես ժամ երևի սպասեցինք, ամենակիչը։ Հետ տվեցինք ինչ պետք է հետ տայինք, Մայլ եկել ենք բրիկով։ Գտնենք թե չէ, սել անդրլեղտի բրիկո պլանետնա։ Հլը նայք ինչ է ժանա այս կաֆել է, ժողովուրդ ջան։ 60-60-ի վրա, հաստությունը երևի նորմալ կլինի։ Ընդամենը 10 եվրո է, քառակուսին։ Նայք։ Պապա, քշեմ քեզ։ Ուժեղ բռնվի վազում ենք։ Գնանք ման գանք։ Այստեղ պետք է լինի։ Լենդուզներ ստեղ։ Լենդուզներ ուրեք։ Այսա։ Բիլենդուզներ։ Էսա։ Էսա։ Աշտերի շեմ հավատում։ Գտանք, ուրա։ Всё, վերցնենք մեզի 10 հատիկ ու Գուկես, հա, չէ, 10 հատ հերիք է։ Ուզում ես կազ մի հատիկ վերցնես, բայց դա հետ ես բերելու 10։ Նստի կյանք, նստի։ Նստի, չէ, սպասի վերցնում ենք սրանից, հետո եթանք։ Դա ինչ մենք եկանք տուն, մեր են փոքրիկ առավտուրը իշում եք, 100 եվրո բռնեց, հեչ էլ փոքր չէր պաստորան, համի ամեն ինչը թանգա, ինչ եկանք տուն, սա պլենդուրներն եմ, արդեն դնում, բան չի մնացել երևի այսքանը, իմ ուղղակի արդեն ուշը չեմ ուզում դուսը տենց բարգարկով գործ կանալուց, դա այդքան տեղը պետք է մի քիչ տաշվի, նոր մտցվի արանքը, կմնա երևի մի քիչ մի քանի օր հետո, երբ որ ժամանակ կլինի, մենք էլ ստեղ մնացի զալում
Եկել, տենց կուխնյայում մի հատիկ մնացել է, ու միջանցքը պիտի արվի նույնից սաղ։ Տենց, իսկ հիմա Իսկ հիմա ներկի գործն է քիչ ստարներն ենք ներքում, ներկել արանք թե նույն գույնը կլինի, տենց, ժողովուրդ ջան։ Սորվա մեր օրները սենց բավականին հագեցած ստացվեց օրը։ Հույսով եմ հետաքրքիր էր ձեզ, եթե ինչ-որ հարցեր կա, ինչ-որ բան հետաքրքիր է, մեկնաբանություններում գրեք, անպայման կպատասխանեմ, կամ եթե ինչ-որ բան ուզում եք նկարեմ, կփորձեմ անպայման նկարեմ։ Լավ եղեք, հաջողություն։